199 քրեական վարույթ, 81 մեղադրյալ, 193 հանձի վերաբերյալ դատարան ուղարկված գործեր։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների Բարգավաճ Հայաստան կուսակցության անունները նախընտրական շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնվում էին հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություններում։ Էդի վերևից տվել են Ղազինյան դավուն, տվել այս Արմանին, այդ 1,400,000-ը, ասելա տար շտաբի համար, որ գնան մարդկանց մի քիչ փող խոստանան, որ կաշառք բաժանեն։ Մեր ընկերոջս կասեմ մեր падգամավորին Մարտուն Գրիգորյանին, ինչա պետք գնա մոտը իմ անունից թող գնա։ Սամվելին 40,000-ա տալիս։ Ո՞վ։ Այդ Սամվել Կարապետյանը ինչա դետա որ ինքն էլ տան մեզ էլ տա էլի դարոկյա։ Ընտրական ենթադրյալ հանցագործություններով նախաձեռնված վարույթների եւ դրանց շրջանակում մեղադրյալի աթոռին հայտնված անձանց թիվը աննախադեպ է։ Ընդհանուր 263 անձա ձերբակալվել, հեն շուրջ 200 քրեական վարույթով, 287 անձի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել, 121 անձի նկատմամբ կա ընտրված անազատության հետ կապված խափան միջոց, կալանք եւ տնային կալանք, իսկ 145-ի հետ կապված այլընտրանքային խափան միջոցներ։ Դատարան ուղարկված գործերից 36-ը վերաբերում է Ուժեղ Հայաստանին, 15-ը Բարգավաճ Հայաստանին, 4-ը Հայաստան դաշինքին եւ 1-ը Միասնության թևեր կուսակցությանը։ Այս թվերն աճում են ամենօրյա ռեժիմով։ Կա օրինակ դեպք, օրինակ անձի մոտից $10,000 ենք հայտնաբերել, կա դեպք մի քանի միլիոն ենք հայտնաբերել։ Մեքենայի մեջից ենք հայտնաբերել անձը փախուստի դիմե մեքենան թողել է, հետո համապատասխան դատավարական ընթացակարգով այդ ավտոմեքենան պահպանվել է, խուզարկության թույլտվությունը եղել է դատանի տված, խուզարկվել է ներկայությամբ եւ այդ հայտնաբերվել է ցուցակներ նաեւ։ Անդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ամենաբարձր ամբիոնից հայտարարում են կոմիտեի հաղորդագրություններին կից ձայնագրությունները մոնտաժված են։ Իրավապահ կառույցը դրանք հրապարակում է իշխանության հստակ հրահանգով։ Մեր հայրենիքների 21%-ը լսելով այդ ձայնագրությունները չեն տվել իրենց քվեն անդիմադիր հայացքներ ունեցող ուժեր։ Եթե դուք ժամանակ գտնեք եւ 1 րոպե տրամադրեք այդ ձայնագրությունները լսելուն, դուք կտեսնեք այդտեղ կանխարգելման մասին չի խոսքը։ Այնտեղ կա թիրախավորում, այնտեղ կա անհարկի ընդգծում, այնտեղ կա շեշտադրումներ, այնտեղ կա միջամտություն քաղաքական գործունեությանը։ Կոմիտեից հակադարձում են կառույցն անկախ է, իսկ հաղորդագրություններում քաղաքական ուժի անվան հրապարակումը ոչ թե թիրախավորման, այլ կանխարգելիչ նշանակություն է ունեցել։ Շատ անձինք հրաժարվում են ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ նախկինում ունեցած պայմանավորվածությունից հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը լսելուց հետո։ Իսկ ինչպես է ստացվում, որ քրեական որևէ վարույթ չկա իշխող ուժի ներկայացուցիչների մասով։ Թալինի ԿՊՀ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը օրինակ նախընտրական շրջանում ավելի քան 11.5 միլիոն դրամի օգնություն է բաժանել թալինցիներին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ֆոտոխցիկ նվիրել մի աղջկա։ Բացարձակապես նախընտրական որևէ քարոզարշավի հետ կապ չունի եւ դա տեղի ունեցել այս ամբողջ process-ը բարև ձեզ 1.5 տարի առաջ։ Իսկ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Գոհար Ղոմաշյանի դեպքում կառույցը համարել է, որ քարոզարշավի հետ կապ ունի։ Ձայնագրություն հրապարակվեց, որտեղ ըստ հակակոռուպցիոն կոմիտեի նա ընտրողին հեռուստացույց է խոստացել նվիրել։ Նախորդ տարվա ծննդի նվերն էր, որը ես խոստացել էի եւ այդպես էլ մինչ օրս չեմ նվիրել։ Ինչու է Ղոմաշյանը հայտնվել մեղադրյալի աթոռին, իսկ ԿՊՀ-ականներ Սափեյանը եւ Ավինյանը ոչ։ Իրավապահ կառույցը պատճառաբանում է, վարույթ չկա դրա դեմ բողոքող նույնպես։ Կա համապատասխան վարույթայնակ եւ այն չի բողոքարկվել։ Այսինքն կողմը համաձայն է եղել այն փաստերի ու իրավական ակտի հիմնավորվածության փաստարկվածության հետ, որը որ կա։ Արդյոք 9-րդ գումարման ազգային ժողովում եւս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություններով խորհրդարան կգա անդիմադիր այս կամ այն падգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Դեռևս պարզ չէ։ Նորընտիր ազգային ժողովն անդրանիկ նիստը կգումարի այս կիրակի օգոստոսի 2-ին։